Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների եւ մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները համայնքի բնակավայրերում նոյեմբերի 10-ից 19-ը կազմակերպել եւ անցկացրել են իրազեկման հանդիպումներ Սևան համայնքի բնակիչների հետ, որտեղ ներկայացվել են մասնակցային բյուջետավորման փուլերը, գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Նոյեմբերի 19-ին հերթական իրազեկման հանդիպում անցկացվեց Սևանի բիզնես կենտրոնում։ Բազմաթիվ արդեն հանդիպումներ են կայացել, բնականաբար նշեցինք բոլոր բնակավայրերում գրեթե արդեն միջոցառումներն իրականացվել են թե մեր մասնակցությամբ եւ թե սեփական նախաձեռնությամբ, ներկապային արդեն հանդիպումը կայանալ է Սևան համայնքի համար, Սևան քաղաքի համար բնակիչների իրազեկվածության արշավ։ Սևան համայնքի ավականու եւ Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում արդեն մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները եւ ներկայացնելու առաջարկ նախագծեր դրանց լուծման համար։ Ծրագրերը ազատ են, ցանկացած բնակիչ կարող է առաջարկել ծրագիրը, ընդհանրյա քվեարկության միջոցով, որ ծրագրերը, որ ամենաշատ ձայները կհավաքեն, արդեն իրենք կդառնան քննարկելի ավականու համայնքի կողմից։ Այս տարվա համար մասնակցային բյուջետավորում 2025-ի շրջանակներում Դդմաշենի խաղահրապարակից հետո, որտեղ շուտով կտեղադրվեն նոր խաղամիջոցներ, Սևան քաղաքի Սայաթնովա փողոց թիվ 18-20 շենքերի հարակից տարածքում բողբոջ մանկապարտեզի հարևանությամբ մեկնարկել են մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Այս ծրագիրը մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերից մեկն է, որի պայմանագրային արժեքը 4 միլիոն 440 հազար դրամ է։ Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են R եւ H Construction ՍՊ-ի կողմից։ Ներկայումս ընթանում են հողաշինական եւ տարածքի հարթեցման աշխատանքները։ Այս ծրագրի արդյունքում սևանցի փոքրիկները կունենան եւս մեկ խաղահրապարակ, որի անհրաժեշտությունն այդ տարածքում զգացվում էր երկար տարիներ։ Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել է եւ իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները եւ ներկայացնելու առաջարկ նախագծեր դրանց լուծման համար։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։